Երեք հարցերի եմ ուզում անդրադառնալ։ Առաջինը, ինչ որ դուք նշեցիք վերջում, Երևանի քաղաքապետարանի եւ Արդարադատության նախարարության հետ շատ ակտիվ աշխատելով մենք հասանք նրան, որ օրենք ընդունվեց, որտեղ դատական ատյաններում կարողանալու ենք հարցի հանգուցալուծման հասնել։ Չեմ ուզում իրավական խնդիրների մասին խոսել, որովհետեւ ընկալման տեսանկյունից դրանք շատ բարդ նեղիրավական կարգավորումներ են։ Արդարադատության նախարարության գործընկերները մեզ հուշեցին, թե ինչ ճանապարհով պետք է գնանք, որ այդ որոշումները կարողանանք ստանալ։ Առաջիկայում վերաքննիչ դատարանում քննության արդյունքում մենք պիտի հասնենք նրան, որ արգելանքը հանվի, որովհետև շատ տարօրինակ իրավիճակ ունենք պետական եւ համայնքային հողերի նկատմամբ, ունենք դատարանի կողմից կիրառված օգտագործման արգելանք եւ չենք կարողանում պետական սեփականություն հանդիսացող հողի վրա հանրային կարևորագույն նշանակության ենթակառուցվածք ներկայացնող կառույց իրականացնել։ Եվ մենք պետք է առաջիկա ամիսների ընթացքում զուգահեռաբար իհարկե Երևանի քաղաքապետարան նախագծման աշխատանքները արդեն ընթացքի մեջ է դրել, որովհետև նախագիծը շատ վաղուց էր կազմված եւ դա նորացման բարելավման կարիք ուներ։ Այդ աշխատանքներն էլ գործնականում արդեն բավական առաջ են գնացել, պարոն Ավինյանը կլրացնի։ Եվ մենք զուգահեռաբար մի քանի ուղղություններով շարժվելով մի կողմից պիտի հասնենք արդեն իրավական հանգուցալուծման, որ արգելումը հանվի, եւ մյուս կողմից նախագիծը պատրաստ լինի կառուցող կազմակերպությանը հրավիրելու համար։ Երկրորդը երթևեկության եւ խցանումների հատկապես հարցերը կարգավորելու համար մենք նույնիսկ ձեր հանձնարարությամբ, պարոն վարչապետ, որոշմամբ ձեր մի միջգերատեսչական աշխատանքային խումբ ունենք, որ բարբերաբար հավաքվում է։ Մենք 3 այդպիսի քննարկումներ ենք ունեցել արդեն։ Նորից, քանի որ Երևանի հավաքանին շատ մեծ դերակատարում ունի իր որոշումներով Երևան քաղաքում երթևեկության կանոնները կարգավորելու հարցում, Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունն այդ հարցում շատ մեծ, ներքին գործերի նախարարության գործընկերների հետ միասին կազմել ենք հարցերի ցանկ, որոնք վերաբերում են հատկապես կարճաժամկետ կարգավորումներին։ Վերջին մեր քննարկումը այն մասն էր, որտեղ տեսնում ենք, որ պետք է կարճաժամկետ անելիքները արդյունք տան։ Դրանք գույքագրել ենք եւ ուղարկել ենք Երևանի քաղաքապետարան, խնդրելով, որ իրենք համապատասխան որոշումները կայացնեն։ Այնտեղ կա թե քաղաքում որոշակի ժամերի երթևեկության սահմանափակման հետ կապված կարգավորում, թե երթևեկության կանոններում անգամ մենք հիմա մտածում ենք, որ շատ մեծ նշանակություն կարող է ունենալ օրինակ տաքսի մեքենաների համար հատուկ այդ փողոցների վրա կայանատեղիներ ունենք, որոնք որ նշագծված են, այդպիսի տարածքներ առանձնացնելուն, որ իրենք ստիպված չլինեն, լավ իրենց բարերով դա ստիպված, բայց մեր կարծիքով դա ոչ այդքան իրավաչափ երկրորդ շարքում կանգնել եւ մարդկանց սպասել։ Դա ամենահիմնական խնդիրներից մեկն է, որ նկատվել է կարճաժամկետ անելիքների առումով լուծում տալու հարցերի շարքում, բայց շատ են հարցերը, մենք այնտեղ ունենք հստակ անելիքներ, արդեն քաղաքապետարանի հետ առաջիկա շաբաթների ընթացքում կգանք հուսով եմ կոնկրետ որոշումների եւ նաեւ կխոսենք թե ինչ ենք արել, ոչ թե ինչ ենք նախատեսում անել։ Եվ երրորդը, պարոն վարչապետ, դուք նշեցիք 3 կանաչ գոտիների զարգացման հեռանկարի մասին, բայց դրանք իհարկե ամբողջը չեն, որովհետեւ ձեր հանձնարարությամբ մենք հիմա քննարկում ենք նաեւ մարզահամերգային համալիրի տարածքում մի խոշոր ծրագիր, նորից Երևանի պարոն Ավինյանը դեռ փոխվարչապետության պաշտոնավարման ժամանակահատվածում այդ ծրագրի քննարկումները սկսել էր, շրջակա միջավայրի եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության հետ վեր ենք հանել բոլոր այն հարցերը, որոնք այսօրվա կարգավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն, ունենք մոտավոր պատկերացում, թե ինչ պետք է անենք, դա էլ մի շատ զգալի հարց է եւ կարծում եմ Երևանաբնակ մեր քաղաքացիների եւ ոչ միայն շատ կարևոր նշանակության հարց, որովհետեւ դրա արդյունքում պետք է մարզահամերգային համալիրի Ծիծեռնակաբերդի հարող այդ 30 հեկտար մոտավորապես տարածքում կանաչ տարածքների որակը եւ միջավայրը զգալի բարելավումների ենթարկվեն։ Դա էլ է զուգահեռաբար ընթացող քննարկում, ես հուսով եմ, որ Երևանի քաղաքապետարանի հետ առաջիկա քննարկումների արդյունքում մենք գործընկերների հետ հանդես կգանք կոնկրետ առաջարկությամբ։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, քանի որ համալիրի նախագծի հետ կապված ես արձագանքը դեռ չէի ստացել, դրա համար չասցի, բայց եթե այդտեղ մենք նույնպես տեսնում ենք, որ նախագիծը իրականանալի է, այդտեղ մի ուրիշ գաղափար ես ունեմ եւ այսինքն դա ակնհայտ է, որ աշխարհագրությունն ինքն էլ է ցույց տալիս, որ մենք Հրազդանի ձորի նախագիծը եւ համալիրի նախագիծը պետք է ինչ-որ ձևով ինտեգրենք, որպեսզի փող կապակցվեն, որովհետեւ այդտեղ այդեն շատ դժվար կածաններով իրանք մեկը կապված են,
կարելի է ավելի, այսպես ասած, հասանելիությունը եւ փոխգործելիությունը ապահովել եւ այդ նախագծերի մեջ խնդրում եմ դա էլ հաշվի առնել եւ իհարկե կա շատ մեծ պոտենցիալ եւ այդ պոտենցիալը պետք է մաքսիմում օգտագործել եւ իհարկե հաջորդ խնդիրը, որի մասին Երևան քաղաքի հետ կապված կուզենայի խոսել, այդ ճանապարհաշինարական աշխատանքներն են եւ նաեւ այն հանգամանքից ելնելով, որ առաջիկայում մենք արդեն պակաս քան 1 ամիս անց հյուրընկալելու ենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, քաղաքապետարանի եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունների գործընկերները ջանքերը մեկտեղում են, որպեսզի նաեւ հնդածս մենք ավելի մեծ եւ շոշափելի արդյունք ունենանք, ընդհանրապես, բայց նաեւ հետեւյալ տպավորությունն եմ ուզում կիսեմ պարոն Խուդացյանի հետ մենք խոսել ենք այդ թեմայով։ Տեսեք, երկար ժամանակ մենք քննարկում էինք, սա արդեն ոչ միայն Երևանի, այլև հանրապետության մասին։ Մենք քննարկում էինք, որ դե ձյան ժամանակ ճանապարհները նորմալ չեն մաքրվում, չեն սպասարկում եւ այլն եւ այլն։ Հիմա եկավ ինչ որ մի պահ, երբ որ ճանապարհները նորմալ կամ էականորեն ավելի լավ սպասարկվում, մաքրվում եւ այլն, հետո ձյունը հալում գնում է եւ մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ ճանապարհների սպասարկման արդյունքում ճանապարհների վրա կամ եզրերին այսքան ավազի շերտ է գոյացել, որը արդեն 4 եղանակին դառնում է փոշու աղբյուր։ Եւ մարզերում հիմա լավ է, այս վերջին այցի ընթացքում արդեն տեսա, որ այդ մաքրման աշխատանքները սկսել են, որովհետեւ նախորդիվ ասում եմ, բա լավ, շատ լավ, պատկերացրիք, չէ՞, բանի ավազի, աղի, խառնուրդով որ բան է արվում, մենք էլ անդադ ասում ենք, որ լավ պետք է մաքրել, էս պետք է անել եւ այլն, դա երկու խնդիր է առաջացնում, դա այդ ջանքը ասֆալտի շերտը այնուամենայնիվ վնասում է, որովհետեւ եւ երկրորդը մնացորդներ են մնում, որոնք ընդհանուր խնդիր են առաջացնում։ Եվ հիմա մենք պետք է մտածենք, նախորդ անգամ Գեղարքունիքի մարզ, որ այցելում ենք, դա տեսանելի էր, դե ասում են, բայց լավ, հիմա ինչի չենք բան անում, մաքրում, դե ասում են մյուս շաբաթ էլ է ձյուն գալու, դրա համար չենք մաքրում, այսինքն համոզվենք, որ ձյան սեզոնը ավարտված է, որ բոլորը միանգամից, բայց այդտեղ մենք պետք է այդ տեխնոլոգիաների մեջ էլ փոփոխություն անենք, որովհետև հիմա տեսեք, մենք ասում ենք, այդ գծանշումները նոր որակի լինեն եւ այլն, ինչ էր կոչվում, պարոն Խուդացյան, այդ տերմոպլեքսով լինեն եւ այլն, տերմոպլեքսով է, հիմա Գառնաշեմ գնում ենք, տենում ենք այդ տերմոպլեքսով այո արած է, բայց կեսը քերած է, բայց ինչի է քերած, դե որովհետեւ ճանապարհը մաքրվել է եւ մաքրվելու ընթացքում քերվել է։ Այսինքն էսեն է, էլի, որ մի հարցը լուծեցինք, ստացանք 3 հատ նոր հարց։ Հիմա այս 3 հատ նոր հարցը ո՞նց ենք լուծելու, պարոն Խուդացյան։ Պարոն Վարչապետ, բոլոր հարցերը ոնց որ թե ընթացքում լուծում ենք, տեսեք հետեւյալ պատկեր ունենք ճանապարհների սպասարկման մասով, մենք ունենք 2 կլիմայական գոտի, միտեղ նախատեսված է ձմեռայինից ամառային անցումը հիմնականում Արարատյան դաշտում եւ մայրաքաղաք Երևանում ապրիլի 15-ին, այսինքն մինչեւ ապրիլի 15-ը ճանշիներին ժամանակ է տված ավազը մաքրելու համար։ Ունենք երկրորդ կլիմայական գոտին, որը Հարագածոտնի մարզի մի հատվածն է, Շիրակի մարզն է, Կոտայքի մարզի հատվածներ ունենք, որտեղ նախատեսված է ձմեռային սեզոնից ամառային անցումը մայիսի 1-ին։ Հիմա տեսականորեն բոլոր ճանշինները երեք մենք ապարանի տարածաշրջանում Սյունիքում ձյան տեղումներ ենք ունեցել։ Ճիշտ է, հիմա փոշով պայմանավորված, երբ որ եղանակը 2-3 օր մեզ թույլ է տալի ճանշիներին։ Այսօր էլ ես ինչ որ նամակ է ստացել առավոտյան, որը սկսում էր հետեւյալ բառերով. թող այսօրվա ձյունը, չգիտեմ, եւ այլն, եւ բարեմաղթանքներ։ Հասկացա, որ ինչ որտեղ դեռ ձյուն է գալիս Հայաստանի Հանրապետություն։ Սյունիքի մարզում ապարանում 3 ձյուն է եկել եւ հիմնականում այդ կլիմայական գոտիներում մենք ձմեռային ռեժիմից ամառային ռեժիմ, այսինքն ավազի մաքրման վերջնաժամկետը սահմանել ենք մայիսի 1-ին, չնայած հիմա եթե անկեղծ ասեմ, այնտեղ որտեղ 2-3 օր եղանակը թույլ է տալիս, արդեն ճանշինները հավաքված ավազը դուրս են հանում, եկել Գեղարքունիքի մարզում դեպի Սևան գնացող հատվածում էին աշխատում, նկատեցին Կոտայքի մարզում էլի կար։ Մենք բայց 2026 թվականին նախատեսում ենք ճանշինների հետ լրանում են մեր 5-ամյա ճանապարհների սպասարկման պայմանագրերը եւ ամբողջ հանրապետության տարածքում նոր մոտեցմամբ, նաեւ խոշորացումներով, որ ավելի փոքր կարողություններով ճանապարհաշինարարները ուղղակի չկարողանան մասնակցել այդ մրցույթներին, որտեղ կրկնվող տեխնիկայով տարբեր հատվածներում մասնակցում են եւ առանց ձյան պարագայում մեզ փաստի
առաջ են կանգնեցնում։ Երևանի հետ կապված պետք է ասեմ, որ ձեր հանձնարարությամբ մենք նախորդ տարվանից արդեն Երևանում փողոցներ ենք հիմնանորոգել եւ նորոգել Կորեայի ձորի 1 կիլոմետրանոց հատվածը, որը նախորդ տարի հանձնվել է շահագործման, Արգավանդի Խաչմերուկից դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող 6 կիլոմետրանոց հատվածը եւ M1 միջպետական մայրուղուց դեպի աշտարակից, այսինքն դեպի Երևան եկող հատվածը մենք այս 3 հատվածները նորոգել եւ հիմնանորոգել ենք նախորդ տարի։ Այս տարի արդեն սկսել ենք Իսակովի պողոտայի նորոգման աշխատանքները, միջին նորոգումը նախատեսված եղանակով պայմանավորված մենք ամենայն հավանականությամբ այսօր երեկոյան կամ վաղը այնտեղ կսկսենք նաև ասֆալտապատման աշխատանքները եւ նախնական ձեզ զեկուցված ժամկետում դա մինչեւ ապրիլի 25-ը մենք այդ ճանապարհը կբերենք ամբողջովին նորոգված տեսքի։ Դրանից հետո կանցնենք Առնջից դեպի Երևանից դեպի Առինջ Աճարյան փողոցով գնացող հատվածի նորոգմանը, սա եւս մեր ցանկում կա եւ նաեւ ջրվեժ գնացող դեպի Բագրևանդի Խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցի այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ կունենանք։